Օգոստոսի 19-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին։ Արարատ Քահանա Պողոսյանը եւ միության համահիմնադիր Շավարժ Կարապետյանը շնորհակալություն հայտնեցին Վեհափար Հայրապետին ջերմ ընդունելության եւ միության գործունեությանը մշտապես աջակցելու համար։ Միությունը համախմբում է գործարարների, որոնք քրիստոնեական արժեքներով եւ սկզբունքներով են փորձում կառուցել իրենց գործունեությունը։ Նրանց նպատակը ոչ միայն հաջող բիզնես ստեղծելն է, այլև նպաստելը եկեղեցու, հայրենիքի եւ հանրային կյանքի զարգացմանը։ Մենք ուզում ենք հավաքել համայնք գործարարների, որոնք կրում են իրենց մեջ այս օրինակը, ունեն այդ սիրտը, որպեսզի ծառայեն, ինչպես մեր Տերն էր ծառայում, առաջնորդեն խոնարհությամբ, ինչպես մեր Տերն էր առաջնորդում եւ ավետարանական այդ ճշմարտությունները պահպանելով փորձեն հաջողություն հասնել, որովհետեւ ում է պետք այն հաջողությունը, որ ունի Տիրոջ բարեհաճությունը եւ իհարկե նաեւ մեր եկեղեցու օրհնությունը։ Եվ մենք կարողացանք ստանալ այդ օրհնությունը, այդ առաջնորդությունը ու լիքը հարցեր հիմա մենք կարողանում ենք տալ մեր եկեղեցուն եւ ստանալ ճշմարիտ եւ ուղղորդող պատասխաններ, որպեսզի մեր գործի մեջ շատ ավելի ազնիվ, շատ ավելի ճիշտ ուղղությամբ շարժվենք։ Ողջունելով միության անդամների այցը ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց ներկաներին։ Նորին սրբությունը կարևորեց նման նախաձեռնությունների դերը հայրենիքի զարգացման եւ հանրային կյանքի շենացման գործում։ Միության անդամների խոսքով իրենց համար կարևոր է Աստծո տված շնորհներն ու հնարավորությունները ճիշտ տնօրինելն ու բարիքը բազմապատկելը։ Շատերի համար դա կարող է հնչի հակասական, քրիստոնյա եւ գործարար։ Ճիշտ հակառակն է, ինչպես Վեհափար հայրը ասեց քիչ առաջ, երբ որ հանդիպեց մեր պատվիրակության հետ, տնօրինել շնորհները եւ աշխարհը ճիշտ ձևով բերում է ավելի արդյունավետ արդյունքներ բոլորի համար, արդարությունը բերում, հոգատարությունը բերում եւ հաջողություն բերում, ինչքան մենք տալիս ենք, այնքան ավելի շատ ստանում ենք, որպեսզի ավելի լավ աշխատենք ուրիշի համար։ Դա է մեր սկզբունքը, եւ մենք հասկացել ենք իմ կյանքի փորձից նաեւ գիսվելով, որ այդպես է իրականում, որ եթե մարդ լավ գործ է անում, ուրիշները մասնակցում են դրան եւ հաջողությունը ստանում, իհարկե դժվարությունները կլինեն, բայց հաղթահարում եք Աստծո կամոք եւ շնորհներով։ Արարատ Քահանա Պողոսյանը նշեց, որ կարոտյալներին եւ աղքատներին ձեռք մեկնելը հայ եկեղեցու առաքելության կարևոր ուղղություններից է։ Այդ փորձառությունը եկեղեցին պատրաստ է փոխանցել նաեւ երիտասարդ քրիստոնյա գործարարներին։ Հայ եկեղեցուն այս գործունեությունը խոր չէ։ Հայ եկեղեցին դեռևս 4-րդ դարից սկսած համակարգված կերպով իր առաքելության անբաժանելի մաս է դարձել կարոտյալներին, աղքատներին ձեռք մեկնելը եւ բնականաբար Մայրաթոր Սուրբ Էջմիածինը այժմ էլ հավատարիմ իր պատմությանը օգտակար է լինում իր ունեցած հնարավորություններով եւ բնականաբար առիթը չենք կարող բաց թողնել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պատմական փորձառությունը փոխանցելու այն երիտասարդ քրիստոնյա գործարարներին, որոնք ավետարանական ոգով մղված ցանկանում են իրենց ներդրումը եւ իրենց փոքրիկ բաժինը բերելու մեր եկեղեցու եւ մեր հայրենիքի պայծառացմանը։ Հայոց Հայրապետն անդրադարձավ նաեւ երիտասարդ քրիստոնյա գործարարների աջակցությանը եկեղեցու առաքելությանն ու տարբեր ծրագրերին։ Նա ընդգծեց, որ հայոց եկեղեցու ուժն ու զորությունը իր հավատացյալ զավակներն են։ Հանդիպման ընթացքում միության անդամները Վեհափար Հայրապետին ներկայացրին իրենց հուզող հարցերը, հայցեցին նորին սրբության խորհուրդները, հետագա գործունեությունն առավել արդյունավետ, ազգանվեր եւ եկեղեցանպաստ ուղղությամբ շարունակելու համար։ Հանդիպման ավարտին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը ներկաներին մաղթեց Տիրոջ զորակցությունն ու օրհնությունը, հորդորելով շարունակել եկեղեցաշեն ծրագրերի իրականացումը, նպաստելով նաեւ հայրենիքի շենացմանը։ Հերմինե Հակոբյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։